Բարև ձեզ սիրելի բարեկամներ, մեր եթերում հերթական հարցեր քրիստոնեական հաղորդաշարն է։ Այսօրվա մեր հաղորդման ընթացքում մենք կխոսենք մի շատ հաճախ հնչող հարցի մասին, բայց ինչու ես։ Որոշ մարդիկ հնչեցնում են այս հարցը տարբեր առիթներով, տարբեր դեպքերում։ Իմ զրուցակիցն է Հովև Արտուր Նազարյանը, մենք խոսենք այս թեմայով, Հովև Արտուր, այս հարցը ընդհանրապես մարդը տալիս է, երբ որ լինում է դժբախտության մեջ կամ ծանր կացության մեջ։ Նախ անդրադառնանք այն դեպքերին, երբ մարդու հետ կատարվել է ինչ-որ մի դժբախտություն, նա ուղղում է այս հարցը, հնչեցնում է այս հարցը, բայց ինչու ես։ Հիմա իմ հարցն է, պարունակում է այս հարցը իր մեջ բողոքի կամ մեղադրանքի էլեմենտ, եթե այն ուղղված է դեպի Աստծուն։ Ինձ թվում է հա, կա տենց էլեմենտ, մի քիչ դժվար թեմա է, որովհետև սենց մարդկային աչքերով երբ որ նայում ես, սենց մարդկային տեսանկյունից երբ որ նայում ես, ոնց որ թե մեկին շատ դժբախտ վիճակ է, մեկին մի քիչ, մարդ կա, թվում է թե ինքը ընդհանրապես պետք է երջանիկ լինի։ Աստծո խոսքն ասում է, որ առաջի Պետրոս 5-րդ գլխում ասում է, որ բոլորն էլ անցնում են ինչ-որ փորձություններով, բայց ես էլ, ասենք, տեսնում եմ, որ կան մարդիկ, որ դժվար իրավիճակների մեջով են անցնում կամ դժվար իրավիճակներ ունեն։ Ու երբ որ քրիստոնյան այդ իրավիճակներում այդ ձևի հարց է բարձրացնում, ինչու ես, այսինքն որպես դժբախտություն, այդտեղ գիտեք ինչ էլեմենտ կա, որ ոնց որ Աստված աշկաթող արե ինձ։ Թողել է։ Հա, կամ ոնց որ բաժինը շատ էր իմ։ Ոնց որ այդ ձև էլեմենտ կա, բայց էլի Աստծո խոսքի մեջ մենք կարդում ենք, որ Տերը բոլորից տալիս է մեր ուժերի չափով փորձություն, չի լինում ուժերից վեր։ Ուղղակի մեր ուժերն է տարբեր, մեր այն ինչ որ մենք կարանք, այն ինչ որ մենք կարանք համբերենք, սիրենք, տարբեր են մի քիչ։ Միգուցե դրա համար է թվում, որ մի քիչ տարբեր են փորձությունները կամ դժբախտությունները։ Այո, ասեցիք բոլորին պատահում է, ոմանց տարբեր չափերի, ոմանք այս իրավիճակներում ասում են սա իմ խաչն է, հարմարվում են այդ վիճակի հետ կամ մնում են այդ դժբախտության մեջ, ասենց ասած, ու երկար տարիներ սքի մեջ են մնում։ Սա մի դեպք ծայրահեղության, կա նաև էլի բացասական ծայրահեղության բացասական եւս մի դեպք, երբ որ մարդը հիասթափվում է, նեղանում է Աստծուց, հեռանում է հավատքի կյանքից, այսինքն երկուսն էլ ծայրահեղություն են, բայց ոչ թե հակառակ իրար, այլ մի կողմում բացասական առումով, այս երկու դեպքերում էլ, որ մարդը համակերպվում է, թե մարդը ըմբոստանում է, կապ չունի, բայց մնում է այդ կացության այդ վիճակի մեջ, ինչ է երկուսին էլ ինչ է պակասում, նրանց ինչ է պետք, որպեսզի այդ կացության մեջ չգտնվեն։ Իհարկե մենք սենց ընդհանուր ենք ասում դժբախտ դեպք կամ ինչ-որ բան, դրանք էլ են տարբեր հասկացություններ, բայց ամեն դեպքում հավատք, պակասում է հավատք, պակասում է ռեալ ընդունել իրականությունը, ասենք ոչ մի դեպքում ես չեմ համարում դա խաչ է, որտեղ խաչը հիմնականում մահվան գործիք է եղել, շատ դաժան մահվան, դա մահ չի, Աստված որևէ նպատակ չունի որևէ մի հավատացյալին ճնշի, դեպի մահ տանի, ոչնչացնի, այտենց նպատակ չեմ տենում ես Աստվածաշնչում, ու ասենք չեմ պատկերացնում, որ դա լինի, բայց ամեն դեպքում Աստված գիտի ում ինչ է տալիս, ում ինչ է թողում, բայց ասեմ շատ դեպքեր ես գիտեմ, որ ասենք օրինակ եմ ասում, հիվանդ երեխա է ծնվում հավատացյալ ընտանիքում, որ ոչ մեկ որևէ
ալկոհոլի կամ չգիտեմ ինչ ազդեցության տակ չի եղել, նարդու, հա։ այսինքն որևէ պատճառ չի եղել, որ հիվանդ երեխա ծնվի, բայց ծնվում է հիվանդ երեխա։ Բոլորս էլ հասկանում ենք, որ ամբողջ կյանքը պետք է այդ հիվանդ երեխուն տիրություն անել, ինվալիդ պահել, մեծացնել դժվար։ ոչ կարող է քայլի, ոչ կարող է խոսի, ոչ, այսինքն այդ ձևի դեպքեր գիտեմ ես։ Ընդհակառակը, մարդիկ ավելի են նվիրվում Աստծուն, այդ երեխով ավելի ամրանում է իրանց հավատքը, ինչքան ես եմ տեսել։ Բայց հնարավոր է նաև հակառակ էֆեկտը լինի, որ մարդը ընդհանրապես ամեն ինչ թողի, բայց դա որևէ ձև չի օգնելու այդ կացության, այդ իրավիճակի բարելավման համար։ Ասենք եթե թողեց եկեղեցին, ինչ երեխան բուժվելու է։ Ընդհակառակը, ինչքան Աստծո հետ ամեն ինչ է հեշտ, որտեվ Աստված սիրո աղբյուր է, Աստված հոգատարության աղբյուր է, Աստծո մեջ կարելի է ամեն ինչ անցնել, Աստծո հետ ամենտեղ կարելի է գնալ, բայց ոչ հակառակը։ Հակառակը մարդը իր կյանքը ավելի է դժվարացնում, ավելի է դժբախտացնում իրան, ոչ միայն իրան։ Ասացիք, որ հավատքի պակասը։ Իհարկե հավատքով ենք մենք ընդունում Աստծո խոստումները, Աստվածաշնչյան խոսքերը, կարանք ասենք, որ ինչ որտեղ մարդու սխալ պատկերացումից է կապված կյանքի, մահվան, հավիտենության հետ, երբ որ մարդը ճիշտ չի ոչ ըստ Աստծո խոսքի հասկանում այդ երևույթները, արդեն գնում է անելանելի դրության մեջ ոնց։ Նույնիսկ վարդապետական սխալներ կարա լինի։ Ասենք ոչ միայն մարդու պատկերացումը, այլ այդ ձև են ուսուցանել, որ Աստված միշտ լավն է տալիս, վատը չարից է։ Կամ նման բաներ։ Բայց փառք Աստծո մենք ունենք Աստվածաշունչ, ամեն մեկս կարանք կարդանք Աստվածաշունչը, ուսումնասիրենք, որ երբ որ ուսումնասիրում ենք, տեսնում ենք այն ձևի դժբախտ բաներ, որ Աստծո մարդիկ անցել են, հավատքը պահել են, որ մեր կյանքը չեմ կարծում այդ աստիճան լինի։ Ասենք թեկուզ վերցնենք Հոբի օրինակը, սա պարզ օրինակ է, որ բոլոր մարդկության համար, որ այն ինչ որ ինքը, ինչի միջով ինքը անցավ, չեմ կարծում, սարսափելի, չեմ կարծում, որ որևէ մեկը դրա միջոցով անցնում կամ դրանից ավելի ծանր վիճակի միջոցով անցնում։ Բայց Աստված էլ ավելի բարձրացրեց Հոբին։ Ու նաև պետք է ստեղ ասենք, սենց դեպքերի ժամանակ, պետք է ասենք, որ էլի ռեալ հոգևոր կյանքը մարդը պետք է նայի, ինքը ինչի համար է ծնված, ինչ առաքելություն ունի։ Միգուցե հենց այդ առաքելությունն ունի, որ տենց այդ իրավիճակում ինքը ծառայի, Աստծո սերը ցույց տա եւ այլն եւ այլն։ Կամ միգուցե որպեսզի ինքը կարողանա արդեն մխիթարությունը լինի, օգնությունը լինի այն մարդկանց համար, ովքեր հիմնականում ստացվում, հիմնականում այդ վիճակի մեջ։ Ես տես դեպքեր գիտեմ, որ ասենք մանավանդ երեխու հետ կապված, իհարկե կան նաև ուրիշ դեպքեր, երեխու հետ կապված ու նման ընտանիքը ավելի նման երեխեքին սկսում են ծառայել։ Դա բերում է ավելի խորը հոգատարության ու ծառայության, քան թե հակառակը, բայց հնարավոր է նաև հակառակ էֆեկտը լինի։ Սա ինձ թվում է լինում է, որ որևէ դժբախտ պատահար չկա, բայց մարդը թողում է հավատքը, թողում է եկեղեցին, ծառայություն։ Այսինքն սա հավատքի հետ կապված բան է, բայց ոչ չեմ կարծում sense միանշանակ դժբախտ պատահարի կամ Աստծո կողմից թույլատրված ինչ-որ դժբախտության հետ։ Մի հատ էլ sense հարց գիտենք, որ Աստված անաչառ է։ Բոլորին հավասար է նայում, բոլորին հավասար սիրում է։ Երբեմն մարդիկ ամենայն դեպս մտածում են, որ այն մեկի հետ տես բան չեղավ, բայց հենց իմ հետ եղավ։ Կամ ինչի բոլորի հետ չի լինում, ես էլ ինչ եմ մեկ ասում, հենց իմ հետ է լինում։ Ուզում եմ հասկանանք սա արդարացի բողոք է, երբ որ մարդը բարձրացնում է, թե ուղղակի մարդը տեղյակ չի մյուս մարդկանց կյանքի դժվարություններին ու թվում է թե իր դժվարությունը ամենադժվարն է աշխարհի, որտեղ գիտենք, ով
բողոքով առաջ է գալի, ներկայացնում են ինձ, որ Իրանից ծանր վիճակ ոչ մեկ չունի։ Գարիկ ջան, տես մենք Բելգիայում ենք ապրում։ Եթե գնանք աղքատ երկրներ, ասենք որ ամբողջ ամիսը աշխատում են, հազիվ կարողանում են մի հատ հավկիթ առնեն, մի հատ ձու առնեն ուտեն, դա իրանց համար տոնախմբություն է։ Այդ երկրում ասենք որ ստեղ մարդիկ կան, որ բողոքում են, բանման, ուղղակի հիմարի տեղ կդնեն, մեզ կասեն էս ռեալ չի, ինչի մասն եք խոսում։ Բայց մենք խո գիտենք, որ Բելգիայում կան մարդիկ, որ առավոտից իրիկում բողոքի կամ տխուր երգեր են երգում ու լսում, այսինքն էսի մի քիչ մարդուց է, ամեն իրավիճակում մարդը կարա շնորհակալ սիրտ ունենա ու պետքա ունենա հավատացյալը, բայց կարա նաև չնչին բանից, սկի առիթ էլ չկա, բայց մարդը առիթ գտնի ու բողոքի իր կյանքից։ Գիտեք ինչ հիշեցի, միայն դեպք հավատացյալի կյանքից, որ 9 տարեկան աղջկան կորցնում է, ու երբ որ այդ վիճակի մեջ, այդ սքի մեջ իր հովի հետ խոսում է, հարցնում է, որ չեմ կարող տանեմ, ինչի իմ հետ էս եղավ, ինչի ես պետք է կորցնեի, ինչի Աստված թույլ տվեց, եւ այս նույն հարցերն ինչ որ մարդիկ տալիս են, հովը մի հատ շատ իմաստուն պատասխան է տալի։ Ասում է դու երկու ճանապարհ ունես, կամ կարաս մնաս բողոքելով, կամ կարաս շնորհակալ լինես Աստծուց այն 9 տարիների համար, որ քեզ քո երեխայի հետ տվել էր ինքը։ Այսինքն երբեմն մենք նույնիսկ իհարկե մարդկային այդ ցավը եւ այլն, բայց նույնիսկ մենք կարանք երևակա ինձ թվում է, որ շնորհակալության տեղ գտնենք Աստծուց այն ամեն ինչի համար, ինչ որ տվել է համենայն դեպս անցկացրել ենք այս երկրի վրա։ Եթե հավատում ենք հավիտենությանը, որ հավիտենությունը մենք մեր հարազատների հետ միասին ենք անցկացնելու, ովքեր որ Տիրոջը ընդունել են իհարկե։ Գրված է, որ Աստծո կամքն է, որ մենք շնորհակալ լինենք, շնորհակալություն հայտնենք, շնորհակալ սրտով մոտենանք Աստծուն, սա Աստծո կամքն է։ Սա այնա ինչին մենք կանչած ենք։ Ու չնայենք մեր իրավիճակներին, որտեվ ել եմ ասում, մարդը միշտ կարա պատճառ գտնի շնորհակալ լինելու ու նաև միշտ կարա պատճառ գտնի, որ բողոքի։ Նույն պայմաններն էին, երբ որ Իսրայելը դուրս եկավ անապատ Եգիպտոսից։ Նույն պայմաններն էին բոլորի համար։ Այնտեղ մարդիկ կային, որ շնորհակալ սիրտ ունեին, մարդիկ կային, որ տրտնջում ու բողոքում էին։ Նույն պայմաններում։ Ունեստը, երբ որ մենք ընթերցում ենք, անես տպավորությունը կամ սերտողություն ենք անում, անես տպավորությունը, որ մի որոշ մարդկանց համար ուրիշ պայմաններ ա եղել, բայց նույնն ա եղել։ Ոմանք ծարավ էին, ոմանք ոչ։ Ոնց որ թե երբ որ բողոքում էին, ասում են, այս 3 օր ա մեր անասունը, մեր երեխեքը ոչ մի ջուր, անես տպավորություն էր, ոնց որ Մովսեսի ու որոշների համար հատուկ սառնարաններ կային, լավ ըմպելիքներով, բանով, իրանք չէին տալի իրանց ուղակի։ Նույն իրավիճակն է, նույն։ Ու մեր կյանքում էլ, մեր առօրյայում էլ մենք տեսնում ենք, որ նույն իրավիճակն է, նույն ասենք խնդիրներն է, թե թղթաբանական, թե ասենք ֆինանսի հետ կապված, թե ասենք նույնն է, բայց տարբեր մոտեցումներ կա։ Մարդը ուրախ է, շնորհակալ է, մարդը կա տխուր է ու միշտ հələ մի բան էլ ճարում է, որ իր կյանքը ավելի վատացնի։ Ու վատացնում է նաև իր կողինների կյանքը։ Մենակ ինքը չի։ Ու նաև եկեղեցու կյանքը։ Տրտնջը բերում է միայն նեգատիվը։ Ոչ մի։ Եթե տրտնջով, բողոքով հարցը լուծվեր, էլի կասեինք լավ է, բայց ավելի է վատանում։ Այո։ Ոչ մի բան օգուտ չի տալիս։ Եթե վերցնենք մի ուրիշ կողմը, այս հարցի, սենց ասած, վերցնենք նայենք, ասենք, երբ որ այս հարցը առաջանում է եկեղեցական ծառայությունների հետ կապված կամ առօրյա կյանքում։ Օրինակ, երկու տարբերակ։ Երկուսն էլ սենց նեգատիվ մոտեցումն եմ ես ասում, այն բացասական մոտեցումը, երբ ինչ որ մի գործ է հանձնարարվում մեկին անելու, ոչ այնքան հաճելի կամ ինչ որ ծանր գործ, հետ նույն հարցն է բարձրացնում, բայց ինչի ես, ինչու ոչ մյուսները անեն, ես պետք է անպայման այս ծանրությունը քաշեմ։ Մյուս դեպքը,
Երբ որ ինչ որ մի հաճելի ծառայություն, պատվաբեր ծառայություն, ինչ որ մեկին չեն տալի, ասում են, բայց ինչի ոչ ես։ Ինչի ինձ չեն տալիս։ Նման հարցեր են, բայց երկուսն էլ իրաց մեջ այդ բացասականը ունեն։ Այ հանդիպել է եկեղեցական կյանքում, ձեր փորձում հանդիպել է ու ոնց է։ Նախ ավետարանին գանք, որտեվ ինչից մենք կարանք լավ խոսանք, բայց ավետարանը ինչ է ուսուցանում։ Ավետարանում գրած է, որ ով ուներ, իրան տրվում է, ավելացվում է։ Ով չուներ, իրանից վերցում այն ինչ որ ուներ, ու տրվում է ով որ շատ ուներ։ Պրակտիկայում ես ինչ եմ տեսել։ Հիմնականում պատասխանատու ծառայությունները մենք ում ենք վստահում այն մարդուն, այն պատասխանատու մարդուն, որը որ արդեն ծանրաբեռնված է։ Բայց էլի իրան ենք տալիս մենք։ Ավելացում է։ Այսինքն սա Աստծո սիստեմն է, եթե sense կարելի ասել։ Որտեվ եկեղեցում դու չես կարա պատասխանատու մի հատ բան հանձնարարես մեկին, որ անպատասխանատու է։ Այն գլխից գիտես, որ չի լելու։ Բայց այն պատասխանատուն հավատարիմ մարդը, որ արդեն շատ բան ուներ իր վրա, ինքը կարողանում է ժամանակներ ճիշտ դասավորել իր կյանքը մի հատ էլ էքստրա։ Մենք ասում ենք, եթե դու տենց հավատարիմ լինես, Տերը քեզ կորտնի։ Այսինքն կավելացնի էլ ավելի։ Աշխատանքը, գործը։ Սա է կատարվում։ Պրակտիկայում ես շատ եմ տեսել ու նաև կան մարդիկ, որ վատ են զգում, չասեմ նախանձում են, բայց չեմ ուզում նեգատիվ բաներ ասեմ, բայց վատ են զգում օրինակ ինչի հովը ինչ չտեսավ, ինչի այս ծառայողը ինչ չտեսավ։ Ախր ո՞նց կարող է լինի, որ ուրիշին տեսավ, քեզ չտեսավ։ Ուրեմն պատճառ կա դրա համար։ Ուրեմն դե միգուցե որոշ դեպքերում աչառություն արվում, կարա տենց էլեմենտներ էլ լինի, տենց դեպքեր էլ լինի։ Բայց հիմնականում եկեղեցում ինչ տարբերություն ով անում, կարևորը որ պատասխանատու մարդ անի։ Իսկ օրինակ կան ծառայություններ, որոնք ցանկալի են ու կան որ ծառայություններ, որոնք որ այնքան էլ ցանկալի չեն։ Ես չեմ կարծում որ այդևի ծառայություններ կա։ Օրինակ վերցնենք պրակտիկ հարցերը քննարկենք եկեղեցու։ Ասենք ամբողջ զալը մաքրել փոշեկուլով բանով պիլիսոսով ասենք դա չեմ կարծում մարդիկ երջանկությունից, հա, կամ տուալետները մաքրել, կամ չգիտեմ ինչ ծառայություն, կամ միսիոներություն, բայց տեսնում ես սիրով լցված մարդկանց, որ այդ իրանց կյանքն է։ Հիմա բայց ասեմ այն ծառայությունները, որ մարդիկ շատ ձգտում են, իրանք մենակ դրսևանց են տեսնում այդ ծառայությունները, բայց չեմ պատկերացնում ներսից այդ ինչը։ Ուզում էի դրա մասին շեշտել, հա։ Որովհետև ասենք եթե զարմանալի է, բայց փաստա որ հովվական ծառայությունը կամ չգիտեմ ավակի ծառայությունը շատ ցանկալի ծառայություն է, մարդիկ մենակ տեսնում են, որ իրանք ասենք բեմում են, երևում են, հարգանք են վայելում։ Հարգանք կամ բայց մենակ դա չի։ Իմիջայլոց կներես Հովև ջան, այս նոր հավատացյալ էի, մի օր ես չեմ էլ հիշում ոնց, բայց այդ պատկերը տեսա հովվական ծառայության, նման էր այսբերգին։ Վերևի են երևացող մասը, այն տակ են ամբողջ ծանրությունը։ Դա չի երևում, ճիշտ է, սա ճիշտ համատությունը։ Էդի ես վաղուց տեսել եմ ու ասեցի, ասում են լավ է, ես կուզենամ տենց լինի, բայց չգիտեն ինչերի միջոցով, ինչ ծառայություն, իհարկե, Աստծո շնորհքով է, ինչ որ կատարվում է։ Սա անես չի որ ինչ որ մեկը կարա գլուխ գովա կամ ասի ես էդի արեցի։ Իհարկե ոչ, բայց ամեն դեպքում ունի իր ծանրությունը, ունի իր աշխատատարությունը, ունի իր վերջը, իր ծանրությունը ունի հաստատ, որովհետև ինչքան ծառայությունը պատասխանատու է, այնքան ավելի բեռնածանր։ Դրա համար ասենք մարդը հաճախ միգուցե ցանկանում այն ինչ որ չգիտի, ոնց որ Հիսուսի աշակերտները
ասին մենք ուզում ենք այդ նույն բաժակից խմենք, մենք էլ ենք ուզում խաչի վրա մահանանք, մենք էլ ենք ուզում ոչնչանանք, դե sense տենես դրան եք գալու Հիսուսի ասածը, բայց ուղղակի դուք չգիտեք ինչի մասին եք խոսում։ Այո, այո։ Գիտես, ասենք ով չի ուզի եկեղեցու, որ մի հատ ասի touch ու մարդիկ բժշկվեն։ Հա։ Էդի sense կողից ես էլ կուզեմ էդ լինի, բայց ավետարանության ծառայության մեջ, բայց ասենք շատ ցածրացնող, նսեմացնող բաներով անցնել, շատ քո օրը չունենալ, ամբողջովին նվիրվել, սրանց մասին քիչ մարդ է մտածում։ Ես կասեի երևի ինչի են քիչ հնչում այն դեպքերում այդ հարցը, բայց ինչու ոչ ես։ Երբ որ ծանր աշխատանք կա, երբ որ ավելի այն վարակույրի հետևում աշխատանքներ կան, Դե որովհետև դա ծառայություններ կան, դա երևելի չի։ ինչքան պտղաբեր կլներ։ Դա Եթե իրոք այդ հարցը շատ հնչեր այս ձևով, այս տարբերակում։ Իմ կարծիքով օրինակ ասեմ, օրինակ որ ծառայողն է այսօր մեր եկեղեցում կամ ցանկացած եկեղեցում, որ մտածում է, այ ես երազում եմ, որ իմ երեխան երկրորդն լինի եկեղեցում։ Միշտ ինչ են երազում։ Իմ որդին լինի հովիվ, եպիսկոպոս, չգիտեմ, արխիեպիսկոպոս, բայց միթե վատա որ մարմինը բոլորը աչք չի, բոլորը բերան չի, դեմք չի, կան ներքին օրգաններ, որ շատ ավելի կարևոր է, քան նույնիսկ աչքը, ասենք կամ տեսքը, կարա տեսքը մի քիչ աղավաղված լինի, ասենք մարդը այրվածք է ունենում, բայց ներքին օրգանները աշխատում են, ինքը կենդանի է։ մարդկանց գեղեցկությունը գնահատվում է աչքի, դեմքի, քթի եւ այլն, բայց որ սիրտը ինչքան էլ տեսքով եսիմ ինչ չի, բայց որ ամբողջ օրը աշխատում է ու պահում այդ օրգանիզմը, դա ոչ մեկ չի տեսնում։ Հենց այդ է։ Բայց Փարքասու ոչ բոլորն են այդ ձև մտածում, ոչ բոլորն են ասում կամ շատերը չեն ասում, որ ինչի ես չէի, որտեվ հասկանում են, որ եթե Սուրբ Հոգին անաչառ է, Սուրբ Հոգին գիտի ով ինչի համար է ստեղծված, ու վստահում են Տիրոջը, ասում են մեկը իմ ուրույն տեղը ես ունեմ եկեղեցում ու կարևոր չի դա երևացող է թե երևացող չի։ Ասեմ ավելին, կան մարդիկ հենց հատուկ ուզում են չերևացող ծառայությունների մեջ լինեն։ Այդ ձևի խառնվածքով, այդ ձևի կանչ ունեցող մարդիկ էլ կան։ Օգնականի ծառայությունը, որ շատ ավելի ծանր ծառայություն է, որ ամեն վարքյան պատրաստակամություն է պահանջում իրանից։ Այո, այո։ Իմիջիայլոց այս թեմայի հետ կապված մի հարց էլ ես ունեմ, ձեր հովվական փորձից ելնելով, եղել են դեպքեր, որ տրվել է ծառայություն եւ մարդը հնչեցրել է այս նույն հարցը, բայց ինչու ես, դրական առումով, ինքը չի համարել, որ ինքը այդքան հարմար է, որ ինքը այդ արժանինքները չունի, բայց դա շատ ավելի բարձր պատասխանատու եւ այն մյուսը կարող է անել, որ ավելի ինձանից եղել են այդպես դեպքեր։ Նախ իմ դեպքը, ու եկեղեցում էլ ես հանդիպել եմ այդպես դեպքերի, օրինակ իմ դեպքն էլ է այդպես, որ երբ որ իմ հովիվը ինձ ասեց, որ հովական ծառայության մեջ այն ստենում են ռուսերեն լեզվով, իմ համար առաջի հարց առաջացավ, բայց լավ, ես ոչ ռուսերեն այդպես լավ գիտեմ, ոչ ասենք ինչի ես, այդքան լավ ռուսերեն խոսացող կա, ոչ թե որ բողոք կամ ոչ թե որ չեմ ուզում, հարցը չուզելը չի, ուղղակի մտածում ես նպատակահարմար է արդյոք, օրինակ ես ինձ էլ չէի դնի այդ ծառայության մեջ, ես նույնիսկ սենց եմ ասում, որովհետև հիմա, երբ որ մենք մարդկայնորեն մտածում ենք, ոնց որ օրինակ Սամուելն էր մտածում, երբ որ ուզում էր թագավոր օծեր, ինքը մտածում էր տեսքով, մի քիչ էլ սենց, մի քիչ էլ այ, օրինակ Դավիթի մեծ եղբայրը տեսքով տղա էր, բայց Տերն ասում է ոչ, ինքը չի։ Այն էլ չի, 7 եղբայրներ անցան, իրանք էլ չեն։ Ունեք էլ տղա հորը հարցրեց, ասեց համ այդ փոքր էլ ունեմ, ստեղ չի, անիմաստ իրան ինչ, գաստե ինչ անի ինքը։ Հաս չենք ուտի միջև ինքը չգա։ Եկավ Տերն ասեց այո, ինքն է հենց։ Ուզում ասեմ,
սենց հարց Մովսեսը ասեց, ես դες լավ չեմ խոսում։ Ասենք նպատակահարմար է, օրինակ եթե մեկը պետքա լինի միշտ քարոզի մեջ, միշտ նպատակահարմար է մեկը լինի, որ ասենք տենց լավ չի խոսում, լավ ասենք լեզվին չի տիրապետում, նպատակահարմար է տենց մարդը։ Ասենք հիմնականում ոչ, բայց առանձնատուկ դեպքեր ա լինում, որ Աստված հենց տենց մարդ է ընտրում։ Համի չենք կարող ասենք, որ այո, Աստված միշտ ընտրում է չխոսացող, կակազող, տենց մարդկանց ընտրում։ Սա էլ ճիշտ չի։ Ու կան քարոզողներ, կան ասենք ծառայողներ, որ այնքան լավ քարոզ են տալի, որ այսինքն սահուն լեզվով տիրապետել, այսինքն բայց լինում են դեպքեր, որ այդ ձևալու, իմ դեպքը այդ ձևի դեպքերից էր, որ օրինակ ես չէի տենում էդի։ Բայց ես էլ մտածեցի, որ եթե Տեր եմ ասում, ու Տեր եմ ասում, ինքն է որոշում, սա իմ ցանկությունը չի։ Ես ընդունում եմ։ Եթե ես կարամ մի բան անեմ, ես կանեմ։ Կարելի ասել, որ այս դեպքում ինչ որտեղ կախվածելա, որ մարդը իրական գնահատական տա ռեալ կյանքին այսօրվա, ասենք, ինչի մեջ որ ինքը կանգնած է, որտեվ երբեմն երազանքները կարան մարդուց առաջ անցնեն, ու մարդը հնչեցնի նորվա ասած այն բացասական, բայց ինչու ոչ ես։ Բայց երբ որ մարդը ճիշտ է գնահատում իր Դե իհարկե, նախ ճիշտ չես էլ կարա գնահատես, մարդը այդ վիճակում, երբ որ ինքը հովվական կամ ավակի ծառայության մեջ չի եղել, նա չի էլ կարա ճիշտ գնահատի այդ ինչա։ Միջև չլնես չես իմանա։ Պատմես, կողից ասես, թվում է թե ոնց որ դուք չեք ուզում, դուք ամեն ինչ անում եք, որ ես չլնեմ, այս ձևի տպավորություն ա թողում։ Էդի ոնց որ երիտասարդները ծանոթացել են իրար հետ, ուզում են ընտանիք կազմեն, ասում են մենք մի քիչ իրար ճանաչենք, նոր ամուսնանանք։ Դե մենք բոլորս հասկանում ենք, որ այդպես բան չի կարա լինի։ Պետք է ամուսնանան, իրար հետ ապրեն, որ ճանաչեն իրար։ Ու հələ ամբողջ կյանքն էլ պետք է ճանաչեն, ու տենց էլ չեն ճանաչելու իրար։ Իսկ մարդը ինքը իրան չի ճանաչում։ Մեկ-մեկ այնց իրավիճակներում այնց ձև է իրան պահում, որ ինքն է զարմանում, որ իմ մեջ էս բան։ Բայց այո, եթե մարդը պատկերացնի, եթե մարդը իրականությունը հասկանա, միգուցե ուրիշ ձև անդրադառնա, բայց այդտեղ ես տենում եմ ուրիշ շարժարեթել։ Այսինքն մարդը ինքը իրականությունից դուրս է եկել ոչ թե ծառայության հանդեպ, իր հանդեպ, որ իրան ինքը ավելին է տենում, քան թե իրականում ինքը կա։ Եթե իրականում դա ինքը լիներ, արդեն առաջարկ կլներ։ Եթե առաջարկ չկա, ուրեմն մարդիկ չեն տենում։ Ուրիշ բան ասենք նորա ապաշխարել, նորա հավատա, հələ դեռ ինտեգրացիայի պահա։ Բայց եթե արդեն 10-20 տարի եկեղեցում տենում են, որ չէ, ինքը հաստատ չէ։ Ուրեմն որոշ բաներից տեսել են, որ չէ, այդ մարդը չի կարող։ Իսկ եկեղեցում ծառայություններ ուղղակի քան որ գնաց խոսքը ծառայությունից, նա sense հարց եկեղեցում ծառայությունները տրվում են, թե մարդը ինքն է ընտրում ծառայություն։ Հիմնականում տրվում է, հիմնականում։ Բայց նաև կարա լինի լավ առաջարկ։ Օրինակ եկեղեցում որոշակի ծառայության պակասը մեկը նկատում է, առաջարկում ասում է, ես օրինակ սես բան կարելի անել, որ չկա, արժի անել կամ կարելի անել։ Ու որոշ դեպքերում ասում է, արի փորձնական հələ փորձենք, միգուցե դա լավ կլինի։ Սենց էլ է լինում, բայց շատ հազվադեպ։ Հիմնականում նշանակվում են, հիմնականում մարդը ինքնակոչ պետքա չլինի մարդը։ Ինքը իրեն չի կարա ծառայության մեջ դնի։ Այսինքն այստեղ այս հարցս ինչի համար տվեցի, որ եթե մարդը իրոք սիրտը տվել է Աստծուն ու նվիրված Աստծուն ուզում է ծառայի, եթե ինչ որ աշխատանք էլ իրան, ինչ որ գործ, ինչ որ ծառայություն իրան առաջարկում է կամ տրվում է, ուրեմն սա ընդունել հենց Տիրոջից որպես Տիրոջից հրաման կատարել, իմ կարծիքով այս հարցը տեղ չունի, որպեսզի հնչեցվի, որ ասվի։ Հետո որոշները սենց են ասում, սա է միթե իմ այն գլխավոր կանչը, որ ես պետքա ծառայեմ Աստծուն։ Սենց հարցով, եթե մարդը մոտենա, միշտ առանց գործ ամնալու, միշտ առանց ծառայության ամնալու։ Մարդը պետքա ծառայի, ծառայության ընթացքում նոր Աստված քիչ-քիչ իրան ուղղորդում է իր
այն հիմնական կանչվածության։ Հա։ Եթե ոչ իման չարեց, ով է կանչելու, անբան մարդուն ով է կանչում։ Աստվածաշնչում շատ հերոսներ աստվածաշնչային, որ կանչվել է, աշխատանքից է կանչվել, ոչ թե անբանությունից է կանչվել։ Հա։ Արդեն զբաղված է մարդը։ Դա որտեվ մենք բոլորս է գիտենք, երբ որ դու աշխատում ես, ինչ որ բան պլանավորելը քո համար ավելի հեշտ է։ Երբ որ դու չես աշխատում, մի բան պլանավորելը դժվար է արդեն։ Ճիշտ է։ Թվում է թե շատ ժամանակ կա, բայց խաոտիկ անցնում է օրերը։ Իմ վերջին հարցն է, որ լինում է, որ այս հարցը քրիստոնյան տալիս է Աստծուն իր փրկության առումով։ Այսինքն Տեր Աստված, բայց ինչի ինձ փրկեցիր, բայց ես կողքին եմ, այն մեկին, ընկերոջս եւ այլն, որ անհավատության կամ խավարի մեջ են։ Հայելնում այս հարցը։ Իհարկե լինում են, իհարկե լինում են։ Ինչ թվում է բոլորս ենք մտածում այդ հարցը։ Ինձ է դες թվում, չգիտեմ, ես չեմ հարցրել ամեն մեկին, բայց եթե sense ես էլ մտածում եմ կամ ցանկացածս մենք մտածենք, լավ ես ինչ առավելություն ունեի, որ Աստված իմ կյանք եկավ, ինձ ընտրեց։ Չգիտեմ։ Օրինակ մեկ լինում է նայում ես զույգերը ամուսնանում են։ Օրինակ տղեն ընտրել է այդ աղջկան։ Ասենք այդ տղու աչքերով որ նայես կհասկանաս ինչի է իրան ընտրել։ Բայց որ կողից ես նայում, ասում ես ոնց որ թե ավելի սիրուն աղջիկ էլ կային։ Դե հիմա հաստատ ես կոնկրետ որևէ բանով ոչ ասենք ինչ առավելություն ես ունեի, որ ես ընտրվեցի, ինչ որ մեկը իմ կողը չընտրվեց։ Բայց փառք Աստծո, ես շնորհակալ եմ։ Սա ցնցալու առիթ է, չգիտեմ ինչ ասեմ։ Իմ կարծիքով, եթե մարդը այս հարցը հնչեցնում է, իր սրտում այդ ցանկությունն էլ կառաջանա, այդ խոնարհությունը, այդ հարցը հնչեցնելուց այդ խոնարհությունը կբերի այդ ձգտելու մարդկանց օգնելու ավետարանը հասցնելու այդ ցանկությունը ավելի կբոցավառի։ Իհարկե։ Ու դա նաև տալիս է մյուսների հետ, երբ որ մենք զրուցում ենք, ավետարանում ենք, որ նես չի որ դու ինչ որ առավելություն ունենաս, որ Աստված քեզ ընտրի կամ գա քո կյանք։ Որտեվ ասենք մենք ասենք ում ես ճանաչում եմ, որևէ ինչ որ բանով չէր առանձնա։ Օրինակ, այնպես չի եղել, որ մենք մի հատ եկեղեցական շենք ենք ֆինանսավորել, սարքել են։ Նոր հետո Աստված ասել է արժի ես մարդուն փրկել, արժի էլ ես մարդը փրկված լինի։ Բայց իմիջայլոց անհավատության մեջ այդ կարծիքն էլ կա, որ բայց ինչի ինքը հարց, որի պատասխանը մենակ երևի թե։ Օրինակ, երբ որ մենք գնում ենք շուկա, պետքա միրգ գնենք։ Օրինակ, ինչի ես հենց դրանք դու ընտրում։ Ասենք, մանավանդ Եվրոպայում թե խնձորը վերցնենք, թե լոլիկը վերցնենք, նույնն է լրիվ, բայց էլի մենք ընտրում ենք, չէ՞։ Ինչ որ բան ենք անում, չգիտեմ։ Նախասիրություն, ընտրություն, իրոք սա դժվար հարց է, շատ դժվար հարց է։ Չեմ կարծում, որ կարանք մենք հստակ պատասխանենք, օրինակ ինչի ես փրկվեցի։ Սա Աստծո մեծ ողորմությունն է։ Ամեն։ Պետք է ցնցամ, ուրախանամ, Աստծուն ծառայեմ, ամբողջ կյանքս նվիրեմ իրան, ինչը որ արվում է։ Այո, միանշանակ։ Ով Արտուր, շնորհակալ եմ այսօրվա խոսակցության համար։ Իմ կարծիքով մենք կարողացանք մեր հեռուստադիտողին որոշ հարցերին պատասխանենք։ Սիրելիներս, գրեք ձեր հարցերը, հետևեք մեր հաղորդումներին, ուղարկեք ձեր հարցերը, կփորձենք նոր հաղորդումներ կազմակերպել ձեր ուղարկած հարցերի շուրջ։ Կփորձենք պատասխանենք, Տերը թող ձեզ օրհնի, միշտ եղեք ուրախ, որ Տերը ձեզ փրկել է։ Եղեք օրհնված։